Հայաստանում մամուլի ազատության տեսանկյունից հետընթաց կա, արձանագրում են ոլորտի տեղական հեղինակավոր կազմակերպությունները։ Ռեգրեսիվ միտումներ կան խոսքի ազատության և լրատվամիջոցների գործունեության ազատության առումով և իզուր չի, որ միջազգային կազմակերպություններն էլ անցած շաբաթ և Freedom House-ը և լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը գնահատեցին որպես հետընթաց։ 2017-ի առաջին եռամսյակում ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի Հայաստանում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր։ Անցյալ տարվա տարբեր ճնշումների 30 դեպքերի փոխարեն այս տարի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իր զեկույցում արձանագրել է ավելի քան 50 նման դեպք։ Կազմակերպության ղեկավար Աշոտ Մելիքյանի խոսքով հատկապես ընտրությունների ընթացքում և դրան նախորդած շրջանում լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնության դեպքերը հերթական անգամ ապացուցեցին, որ որևէ առաջընթաց մամուլի ազատության առումով Հայաստանում չկա։ Եվ ընտրությունների օրը, և նախընտրական շրջանը, երբ նույնպես 3 ֆիզիկական բռնությունների, 18 ճնշումների դեպք են արձանագրվել, ոչինչով չտարբերվեց, այսինքն բարենպաստ պայմաններ մենք չնկատեցինք, որպեսզի լիարժեք լրագրողները կարողանան ազատ և անկաշկանդ լուսաբանեին ընտրությունները։ Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանն իր հերթին մամուլի ազատությունը Հայաստանում 5 միավորանի սանդղակով 3-ից հանած է գնահատում։ Եղել են ժամանակներ, եղել են տարիներ, երբ ես պինդ 3-ի կողմնակիցը կլինեի, եղել են ժամանակներ, երբ 2 կդնեի, բայց այսօր հաշվի առնելով եղած միտումները, հաշվի առնելով այն սուր իրավիճակները, որոնց ականատեսներ ենք մենք եղել 2015-2016 թվականին, երևի 3-ից հանա։ Ինչպես տեսնում ենք, մենք նորից անազատ դաշտում ենք գտնվում։ Մենք պետք է իսկապես հիշենք, որ դեռ բազմաթիվ չարված գործեր կան այս ասպարեզում և լրագրությունը դեռ շատ քայլեր ունի անելու մեր երկրում։ Աշոտ Մելիքյանի կարծիքով խոսքի ազատությունը սկուտեղով չի մատուցվում և լրագրողական համայնքը պետք է պայքարի սեփական իրավունքների համար, բայց մյուս կողմից մեծ անելիք ունեն իշխանությունները։ Նաև քաղաքական գործիչները, իշխանական ատյանները, եթե նրանք մտահոգված են երկիրը տանել ժողովրդավարական ուղով, առանց խոսքի ազատության հնարավոր չի դա անել։ Օրեր առաջ հրապարակած իր զեկույցում լրագրողներ առանց սահմանների միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել էր հատկապես Հայաստանում լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունների դեպքերին, նշելով, որ դրանք չեն պատժվում։ Աշոտ Մելիքյանը կոնկրետ օրինակներ է բերում։ Նույն Էլեկտրիկ Երևանի գործով 22 տուժած լրագրող և օպերատոր կա և ընդամենը 4 ոստիկանի է մեղադրանք առաջադրված այն պարագայում, երբ որ ինտերնետը և լրատվամիջոցների արխիվները հեղեղված են այն կադրերով, թե ինչպես են ոստիկանները ապօրինաբար ֆիզիկական բռնություններ իրականացնում, ջարդում տեսախցիկները և այլն, նույնը Սարիթաղի և Խորենացի փողոցի իրադարձություններին է վերաբերում։ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն իր հերթին վերջերս հրապարակված մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Հայաստանը մնում է ոչ ազատ երկրների ցանկում։